Որտե՞ղ սերագիսես Ռոնի Ղարբյանյան Ռուսիա ֆինանսինգ կերչան կողմից արդեն այսօր նոյեմբեր 2, 2025 թվականը վստահ եմ երեք իրիկուն Daylight Savings Time-ը փոխել եք ժամերը եւ իմ հետ այս կայարանից ABC կայարանից արդեն 11 տարի է շուտով լինելու է 12 տարի, որ ամեն կիրակի ձեր հետ հաղորդակցում եմ այս ֆինանսավորման, real estate-ի, լոների, mortgage-ների եւ ընդհանրապես էկոնոմիի մասին ձեզի լուր փոխանցելու, որ կարողանաք դուք օգտագործեք այս տեղեկություններից, որ կարողանաք ներողություն ավելի լավատեսեք ձեր կյանքը, ձեր ֆինանսավորման ծրագիրները, օրենքները, պայմանները եւ իրականության մեջ ինչեր է կատարվում անցուդարձը շուկայում նորեն mortgage տոկոսներին, լոներին, պայմանները, օրենքները եւ այլն եւ այլն։ Սկսենք ըստ միշտ սովորության լուրերի մասին, որ ինչ անցուդարձեր այլ էս վերջին մեկ շաբաթվա ընթացքին, կարող եմ ձեզի վստահեցնել, որ ես կիրակի օրերն եմ ձեր հետ այս հաղորդումը դնում, այսինքն ինչ որ պատահել նախքին մեկ շաբաթվա ընթացքին ձեզի փորձում եմ լուրերը տալ եւ մինչեւ երկուշաբթի շատ ուրիշ բաներ կարող է փոխվի։ Այսօրվա պայմանները էկոնոմիին Միացյալ Նահանգներում ավելի շուտ աշխարհում առաջվա պես չի, որպես խաղաղ հանգիստ իր ալիքներով առաջանա, այլ օրական մեծ փոփոխություններ այլնում տարբեր պատճառներով, ելնի պատերազմներ, լինի ֆինանսավորման պատերազմներ, ինչպես իմանում եք նախագահ Թրամփի թերիֆի հարցերը, Արորիա AI-ն է հիմա առաջ եկել, Artificial Intelligence Technology կողմից ուրիշ փոփոխություններ եւ այլն, այսինքն փոփոխությունները շատ են արորիա, սա դժվար է որ երկարատև ծրագիրներ մարդ ունենա, բայց ինչպես միշտ ասել եմ երկու կարևոր կետեր պետք է միշտ հիշենք, մեկը լինելով որ Երկրագունդը աշխարհը ընդհանրապես շատ ընդլայնած եւ շատ արագորեն տեղեկություններ է գալի մեզի մանավանդ social media-ի միջոցով YouTube-ներ, Instagram-ներ, Facebook-եր, TikTok-ներ եւ այլն, բավականին շատ տեղեկություններ կա դուրսը, որ կարող է ոմանք ժողովրդի համար, որ չեն զբաղվում ստանով առօրյա, մի քիչ շփոթանք եւ confusion մոտեցում առաջանա։ Սա կուզեմ հիշեցնել, որ դուք անմիջապես որևէ ծրագիր ունեք ձեր ֆինանսավորման ծրագիրները ձեր real estate-ի, հողերի, բիզնեսային կամ նույնիսկ տոկոսներին կենտրոնանաք ձեր անմիջական շրջավայրի մասին տեղեկություններ հավաքելու, որովհետեւ ինչպես ասեմ, եթե ընդհանուր նայենք բոլոր Միացյալ Նահանգներին կամ բոլոր աշխարհի լուրերին չեք կարողանա որոշում տալ, որովհետև ինչ որ պատահում է Կալիֆոռնիայում, նույնը չի ինչ որ պատահում է Նյու Յորք կամ Ֆլորիդա կամ Տեքսասում։ Ինչ որ պատահում է Կալիֆոռնիայում, չի նշանակում նույնն է պատահում է Լոս Անջելեսում կամ թե Սան Ֆրանցիսկոյում կամ Սան Դիեգոյում։ Սո անմիջական քո որտեղ որ նայում եք, որտեղ որ այս ծրագիրը նայում եք, որտեղ ձեր բիզնեսն է կամ ձեր կյանքն է, ձեր կենտրոնացեք ձեր անմիջական շրջավայրի մասին, որովհետև դա ամենաճիշտ ուղղությունը կլինի ձեր համար։ Ես ունեմ լուրեր, երկու տեսակ ունեմ ավելի local կենտրոնացած Լոս Անջելես կամ Southern California-ի մասին եւ ունենք լուրեր, որ ընդհանուր մեզի ազդում է։ Սկսելով տոկոսների մասին, որ ամենամեծ մահդ լուրերն է վերջի քանի շաբաթվա ընթացքին, արդեն իմանում ենք, որ պետությունը, որպես US government-ը պաշտոնական փակ է, shutdown հասկացողության, շուտով հույսով ենք կբացվի, ազդեցություններ ունի, այո, մեկ մաս ոչ, ինչպես մեկ քիչ առաջ ասամ, պետք է նայեք այդ ազդեցությունը ձեր անմիջականին խանգարում է դե ոչ, ինչ որ վերաբերում է real estate-ի եւ տոկոսներին, խանգարում է չափով ոմանք կանորեն կապ ունի ինչ ուղղության եք մտածում, բայց վերջի քանի շաբաթվա տոկոսները կարող եմ ասեմ բավականի շատ իջավ,
Միայն կենտրոնանանք վերջի մեկ շաբաթվա ընթացքին եւ էսի չեմ խոսում որտեղ լուրերը չորեքշաբթի, ոչ թե երկուշաբթից ուրբաթ, չորեքշաբթի եւ էսի խոսում ենք նախքան անցյալ չորեքշաբթին մինչեւ հաջորդ չորեքշաբթին refinance-ը ընդհանրապես refinance-ը ժողովրդի համար որ վերաֆինանսավորում են իրանց տուները մոտարպես 111% աճ ունեցավ տարեկան բախտատելով նույն ժամանակ նոյեմբեր 2024-ին հետ ներողություն հոկտեմբեր 2024-ին հետ եւ mortgage application-ի volume-ը մեկ շաբաթվա մեջ միայն բախտատելով 7% աճ ունեցավ եւ ինչու որովհետեւ տոկոսները 30 տարվանը 800,000-ից ցած պակաս լոներ, այսինքն $806,500-ից ավելի քիչ վարկերը տոկոսը մոտարապես իջավ 5.625 մոտ 5.5-ին գոնե մեր ընկերության միջոցով պաշտոնականը մոտ 6.3%-ը միշտ պաշտոնականը մեզանից կեսից 5.8-րդի չափ ավելի բարձր է so այդ իջացումը բավականի աշխուժություն բերեց մեր ժողովրդի համար ընդհանրապես refinance անելու համար եւ անշուշտ purchase-ներին էլ տուն առնողներին էլ ահագին օգտակար է լավ նամանավան conventional loan-երի մասին է խոսքը կամ FHA-ի մասերին է խոսքը so բավականի մեծ մեկ տարբերություն որ արա որ լավ լուրեր ընդանք որ adjustable loan-եր ունին որ վերսերին 5 years fix 7 years fix եւ այլն բարձր տոկոսների օրերով մեծամասնությունը տանք refinance-արան եւ fix-ասրան իրանց տոկոսը 30 տարվա կամ 15 կամ 20 տարվա եւ ընդանք է որ նոր տուներին առնում նոր escrow-ներին բացի իրանք էլ գնացին դեպի fix-ի եւ այդ adjustable loan-երը այս մեկ շաբաթվա ընթացքին իրանց քանակը 10%-ից ավել իջավ application-ները to purchase a home տուն առնելու համար մեկ շաբաթվա ընթացքին մոտ 5%-ի չափ աճ ունեցավ եւ մեկ տարվա հետ բախտատելով 20% աճ ունեցավ այս ցույց է տալի որ ժողովուրդը որ on the sideline որ first time home buyer-ներին որ սպասում են տոկոսներին մեկ քիչ սկսել են աշխուժություն ցույց տալ եւ ինչու որովհետեւ ինչպես իմանում ենք երբ որ տոկոսները շատ իջնի ամեն մարդ կսկսի տուն առնել նորեն այդ competition-ի հարցը կունենանք բայց որովհետեւ պետության արդեն 5-րդ շաբաթն է որ փակ են եւ զեկույցներ որպես data որ իմանալով որ economy-ն ուր է այթում արդյոք լավ է վատ է անգործությունը գործերը մամուլի մեջ լուրեր կան բայց ոչ մեկը պաշտոնական զեկույցներ չեն եւ այս shutdown-ը պատճառը էլ է որ էկոնոմիստները ընդհանրապես կամ ինվեստորները ընդհանրապես որ մեծ գումարով ներդրումներ են կատարում որ Միացյալ Նահանգների էկոնոմին իրանց միջոցով ուղղություն է տալի չիմանալով որ ինչ տեղեկություններ կա դուրսը ինչպես բառը գործածում են flying blind այսինքն աշկերը կողմ ներդրումներ են անում զեկույցները կարդալով Անցյալ շաբաթ կենտրոնական բանկի հոկտեմբեր ամսվա ժողովն էր 3-շաբթի եւ 4-շաբթի օրը, որ 4-շաբթի պետք է հայտարարեին, որ արդյոք տոկոսները իջացնելու են դե ոչ։ Արդեն շուկան 100%-ով համոզված էր, որ կենտրոնական բանկը հոկտեմբերին պետք է տոկոսը իջացնի եւ կարող եմ ասել մոտ 90%-ով համոզված էր, որ դեկտեմբերին էլ եւս պետք է իջացնի։ Այս տարի արդեն սեպտեմբերին իջացրան, հոկտեմբերին էլ որ 4-շաբթի օրն էր զեկույցը տվան 40% եւս իջացրան եւ տոկոսը պաշտոնական տոկոսը որ benchmark Fed funds rate են ասում որ մեկ բանկ մյուս բանկից անմիջապես կարող է պարկ վերցնի այդ տոկոսը լավ 3.75-ից 4% range-ի մեջ այսինքն այդ պայմանների մեջ 3.75-ից 4 Դա mortgage rate-երը չեն, տուների տոկոսները չեն, credit card-երի եւ մեքենաների տոկոսները չեն եւ student loan-երի տոկոսները չեն։ Պարզապես մեր հետ base rate-ը պաշտոնական տոկոսը, որ մեկ բանկ մյուս բանկից կարող է վերցնի
Եվ բանկերը իրենց շահերը, իրենց ծախսերը եւ իրենց կորուստները վրան ավելացնելով հասնում են մեկ եզրականության, որ ինչա պետք է լինի credit card-ի կամ մեքենայի կամ adjustable կամ commercial loan-երի, SBA loan-երի տոկոսները։ Բայց որովհետեւ ինչպես ասեմ պետությունը փակ է եւ data չկա, Եվ այս վերջի 3 շաբաթվա ընթացքին, 4 շաբաթվա ընթացքին, որ տեղեկություն չկա էկոնոմին ուրայթում, տոկոսները բավականի իջել էր տունի տոկոսները եւ տան տոկոսները 30 տարվա վարկերի, ինչպես միշտ ասել եմ, հետևում է 10 տարվա treasury մասին։ 10 տարվա treasury-ն այդ պետական թղթատոմսերն են, որ ծրվում է ժողովուրդը առնում են ամեն մեկ թղթատոմսը $1000 են Եվ դա վրա պետությունը գարանտի անում, որ այդ 10 տարվա treasury, այսինքն 10 տարվա ընթացքին այդ $1000 վրա ինչքան տոկոս է տալի։ Այդ բանդը 10 տարվանը մոտարապես 4-երի մեջ էր միջինը վերջի այս 1 տարվա ընթացքին 4.5-երի շուրջը նայել է վրևցած ունեցել է առօրյա եւ այդ 10 տարվա treasury-ին react անում, շարժվում է եւ փոփոխություն է տալի էկոնոմիի outlook, այսինքն ինչ սպասելի կա էկոնոմիի մեջ, դա վրայից շարժվում է, այսինքն եթե էկոնոմին նվազում է, դա իջնում է, եթե էկոնոմին լավ է, բարձրանում է։ Բայց որովհետև տեղեկություն չկար, ցածր ձևով իջել էր, տամար տոկոսները իջել էր, մինչև չորեքշաբթի օրը կենտրոնական բանկի ժողովին շատ մոտիկից լսում էին, որ կենտրոնական բանկի նախագահ Ջերոմ Փաուելը ինչ պետք է զեկույցեր իր խոսքին մեջ։ Անշուշտ Ջերոմ Փաուելը հայտարարա, որ որովհետև փակ է եւ տեղեկություն չունենք անգործությունը եւ մանավանդ գործերի համար երկու բան է իրենց կարեւոր, երկու բան միայն երկու բան բոլոր այս էկոնոմին, բոլոր Միացյալ Նահանգների, բոլոր աշխարհի էկոնոմին երկու բանի է կախված։ Մեկ ժողովուրդը գործ ունենան երկու սղաճ եւ թանկությունի չափուսահմանների մեջ պահպանվի։ Իրանց նպատակ էր, որ 2022 թվականից որ պահպանեն սղաճը եւ աճը կամ inflation հասկացողությունը 2%-ի վրա տարեկան։ Ներողություն։ Բավականին բարձր այլ է տարիների ընթացքին նամանավան COVID-ի ժամանակ 8-9%-ի հասավ, որ անտանելի էր Եվ էսի կամած իջավ տոկոսները բարձրացնելով control արան 3-ի իջավ հիմա մոտ 2.8-ի իջե որ շատ մոտիկ է իրանց 2%-ին բայց նույն ժամանակ պետք է զգուշությամբ մոտենում են որ այդ պատճառով որ տոկոսները բարձր անգործություն առաջ չգա եւ տեսան որ դա էլ թեթևանում է ավելի քիչ են գործի ընդունում ժողովրդին layoff-ները լսում եք որ Amazon-ը կամ մյուս ընկերությունը գործից զրկում են ժողովրդին, անգործությունը բարձրանում է, բայց չեն հայտարարում, որ նույն ժողովուրդը ուրիշ գործ ճարում են, այսինքն բալանսը պահվում է, մեկտեղից գործից հանում են, ուրիշ տեղ գործի ընդունում են։ Այդ բալանսը մինչև հիմա էլ չի ել որ գործից հանեն եւ անգործ մնան։ Դա է վտանգը, որ առաջ մեզ կենտրոնական բանկը չի տեսնում։ Բայց ամենակարևոր զեկույցը, որ ասա, որ դեկտեմբեր ամսվա համար, որ 90%-ով համոզված են կենտրոնական բանկը եւս 40% պետք է իջացնի, նախագահ Ջերոմ Փաուելը գործածրավ տվյալ բառերը is not a foregone conclusion, այսինքն գարանտի ապահով ձևով մի կարծեք, որ մենք դեկտեմբերին պետք է իջացնենք։ Իր ձայնի մեջ, իր ոճի մեջ կար, որ զգուշությամբ պետք է մոտենանք այս հարցին եւ պետք է սպասենք նայենք ինչ տեղեկություններ դուրս կգա անգործության եւ սղաճի մասին եւ դա վրայից կկարողանանք ավելի ճիշտ որոշում տանք երբ որ դեկտեմբեր ամսվա ժողովը մոտենա։ Դա վրա շուկան համոզվավ կամ ավելի շուտ trigger-ելա վախեցավ որ էկոնոմին կարծես ավելի լավ եկել այդ 90% համոզված էին իջավ 67%-ի եւ դա համար 10 տարվա treasury-ին չորեքշաբթի օրը
բավականի բարձրացավ, որ այդ պատճառը լավ տոկոսներն էլ հավասար հետը բարձրանա։ Նույնիսկ դեռ բավականի ցած է, բայց այդ ամենացածը, որ ունենք այդ 3 շաբաթվա ընթացքին, ընտանից բարձրացավ։ Նախագահ Powell, ինչպես ասամ, ասել է, որ մինչև գարանտի չի, պետք է նայեք։ Stock market-ը անշուշտ իջավ, ինվեստորները adjust արան իրանց սպասելիքը 10 տարվա treasury-ի վրա եւ 2 տարվա treasury-ն նույնիսկ բարձրացավ։ Trader-ները արդեն, ինչպես ասամ, 90%-ից ներողություն 75%-ի իջավ, որ պետք է լինի։ Բայց շուկայի մեջ հզոր անալիստներ եւ էկոնոմիստներ կան, որ իրանք արտահայտվում են եւ ժողովուրդը լսում են իրանց, մեկը լինելով Goldman Sachs, որ լսել եք, Goldman Sachs ամենամեծ հզոր investment ընկերություններից է եւ իրանք համոզված են եւ արտահայտվեցան, որ դեկտեմբերին վստահ են, որ տոկոսները եւս 100% կենտրոնական բանկը կիջացնի։ Նույն ժամանակ Bank of America-ի իր expert analyst-ը հայտարարավ, որ կարող է որ մինչև դեկտեմբեր հայտնի չի, կարող է որ չի չեսնի, սո տարբեր տեսնում եք տեղեկություններ կա, պետք է որ զգուշ ելնեք, որ չխանգարվի այս տեղեկությունները ձեզի մատ confusing, մատ ճանապարհ ուղղություն կա։ Բայց չմոռանանք նախագահ Ջերոմ Փաուելը իր ժամանակը, որտեղ ժամանակավոր էր ընտրված նախագահ Թրամփի միջոցով առաջի անգամ, որ ընտրվել էր Թրամփը, եւ իր ժամկետը վերջանում է որպես կենտրոնական բանկի նախագահ, եւ չի ուզենա, որ դուրս երթա կամ իր ժամկետը վերջացնի վատ պայմանների տակ, ավելի շուտ իր համար legacy-ն ուզում է որ ճիշտ լինի։ So ինչ է այս երզակայությունը որպես consumer པարզ ժողովրդի համար, մանավանդ home buyer-ների համար, այս անորոշ վիճակը, որ հիմա ունենք, որ տոկոսները ինչպես տեսնում եք, volatile բարձրանում, իջնում, մեկ քիչ էլ է անորոշ վիճակն է, բայց կարծում ենք, որ 2026-ին չենք ասում տոկոսները բարձր է, քիչ է, 5.6, 5.7, 5-երի մեջ է, բայց դժբախտաբար միակ բանը, որ կարող ենք իմանում ենք, որ կպատահի 2026-ին, որ կլինի այս volatile, այսինքն շարժում ունենալու է ընդհանուր 2026-ին ցածի վրա, բայց մոր վրեպ, մոր ցած, մոր վրեպ, մոր ցած, կարող է, ինչպես անգլերենով ասում են, 2 step forward, 1 step back, այսինքն կարող է 1 քայլ առաջ, 2 քայլ առաջ տնես, 1 քայլ հետ տնես։ Դա ունենալու ենք, so ձեր timing-ը պետք է ճիշտ լինի, եթե ուզում եք տուն առնեք կամ վերաֆինանսավորեք, timing-ը կարևոր է, որ շուտ դիմեք ինչի որ ձեր ցանկությունն է, պատրաստ լինեք, որ այդ ժամանակը գալիս է կարողանաք ունենաք։ Բայց ինչպես իմանում ենք հիմա տոկոսները դեռ լավ են, պաշտոնական data չունենք, երբ որ պետությունը հետ բացվի եւ սկսեն զեկուցել անգործության մասին կամ սղաճի մասին, կարող է որ վատ լուր լինի եւ եթե վատ լուրը լավ տոկոսները նորեն մանգամից կիշնի, բայց եթե լավ լուր լինի տոկոսները կբարձրանա։ Հիմա նորեն որ դրանք է խանգարում, ինչպես ասամ mortgage rate-ին խանգարում է, մեքենայի լոներին օգնում է, auto loans, personal loan, credit card-երին օգնում է, իջնում է, բայց ինչևից է դեռ բարձր է, բայց որովհետև mortgage-ները, տոկոսները, տուներին իջերա, ահագին տարբերություն անում ընդանց համար, որ շատ պարկ ունեն, մանավանդ credit card-երի պարկեր, եւ ստան կարող են consolidate անեն մեկտեղ իրար հետ գումարեն։ Հիմա ամեն մարդու համար չի, օրինակ անձնավորություն կա, ասում է ես 200,000 լոն ունեմ տունիս վրա եւ տոկոսը սա 3%, չեմ ուզում 3%-ը կորցնեմ։ Բայց նույն ժամանակ 300,000 կամ 200,000 այդ credit card-ի պարկ ունի, որ վճարում է 24% կամ 30% կամ 20%։ Եթե այս 200,000-ները իրար միացնի եւ վերցնի օրինակ 6%, օրինակ եմ ասում, որ 3-ը կորցրար, բայց 24-ը դել 6-ի իջավ, դա էլ մատ հաշիվ, բայց իմ հաշվարկներն են, որ ամեն մարդու համար չի միասին մեկ է ձեր հետ անենք։ Բայց որտեղ է խանգարում depositories, այսինքն եթե ձեր գումարը բանկում է,
եւ վրան տոկոս եք ստանում, այդ տոկոսն էլ իջավ, դա էլ իջնում է հավասարաբար, այսինքն ավելի քիչ տոկոս է ստանում քո գումարիդ վրա եւ դա էլ ճիշտ չի։ Հիմա կան անձնավորություններ, որ մոտենում են եւ 30 տարվա փոխարեն 25 տարի կամ 20 տարի կամ 15 տարվա վարկեր են վեշնում, որ գոնե տարիները չկրճատեն եւ տոկոսը ավելի քիչ է, որտեղ ժամկետները ավելի քիչ են, ստան մանրամասեր են։ Բոլոր Միացյալ Նահանգների ժողովուրդը առայժմս 1.2 trillion պարկ ունեն credit card-ի, միայն credit card-ի պարկերը 1.2 trillion dollars։ Բայց overall ինչ ասեմ, կենտրոնական բանկը նորեն տոկոսները իջացրավ, line of credit-ների համար լավ լուր է, SBA commercial loan-ների համար լավ լուր է, adjustable-ների համար լավ լուր է, մեքենաների համար լավ լուր է, mortgage rate-երի համար առայժմս լավ է, բայց որովհետև 10 տարվա treasury են կախյալ, կարող է որ բարձրանա դեիշնի, բայց առայժմս լավ է։ Այսինքն pending home sales, այսինքն տուները, որ էսկոյա բացվե օգոստոս, այլնեշու սեպտեմբեր ամսվա համար, եւ սա մեր ընկերությունը S&P Case-ների միջոցով, բայց National Association of Realtor-ները այս հաշիվ արել են, որ pending home sales-ը սեպտեմբեր ամսվա ընթացքում, որ քանի հատ էսկոյա բացվե, դա մոտ 9/10-րդի չափ, այսինքն 1%-ից պակաս քանակով, ոչ թե դոլարով քանակով, 1/10-րդի չափ ավելի քիչ էր բոլոր Միացյալ Նահանգներում, քան թե սեպտեմբեր ամիս։ Բայց ինչպես մեկ սկիզբը ասամ, ամեն թաղամաս քո անմիջական վայրին պետք է նայես։ North East New York-ի մասը եւ South, որը ելնում է Թեքսասի մասը, այդտեղանք բարձրացավ առուվաճառքը։ Բայց Midwest եւ West ելնելով Colorado, Arizona, Utah, Nevada եւ այլն, and իջավ առուվաճառքը։ Կարծում եմ, որ National Association of Realtors իրեն գուշակում են, որ պետք է բայերները, գնողները մոտավորապես 20%-ի չափ traffic-ը շատանա հաջորդ 3 ամսվա ընթացքին, նամանավանդ West-ում, որ եղանակը թույլատրում է, որովհետեւ 21% traffic ունեինք անցյալ տարի նույն ժամանակ։ Չմոռանանք սեպտեմբեր ամսվա էսկոները, որ բացվերա, դա արդեն տոկոսները առայժմս շատ ցած դեռ չէր, ինչպես որ հոկտեմբեր ամսվա տոկոսներն են, հոկտեմբերին թիվերը պետք է բավականի փոխվի։ Որ դրանք ավելի մոտիկից նայենք North East-ում 3.1% բարձրացավ օգոստոսից սեպտեմբեր, արդեն տեսնում եք մեկ ամսվա մեջ բավականին շատ է North East-ում, Midwest-ում 3.4% իջավ օգոստոսից մինչև սեպտեմբեր, South-ում 1.1% բարձրացավ եւ West-ում միայն 0.2%-ի չափ իջավ, բայց բախտատելով անցյալ տարվա հետ 5.3% իջավ առուվաճառքը։ Եվ ինչու ենք էսի նայում մոտիկից այս թիվերը եւ ձեզի բացատրեմ, ասեք լավ, ինձ ինչ պարոն Ղարիբյան, էս ինչա պատահում առուվաճառքը։ Պետք է նկատի առնենք քանի բաներ, որ այս ուղղությունը տալի, որ ժողովուրդը ինչ ուղղություն են եթում։ Երբ որ ժողովուրդը ինչ ուղղություն է եթում ցույց է տալիս, այն competition, inventory տոկոսը ըտանք ենք, որ մեզի ուղղությունը տալի ինչ պետք է։ Բայց ինչ որ վերաբերում արժեքներն են կարևոր ստեղում էլ, որ բացի առուվաճառքը, որտեղ առուվաճառքը ազդում արժեքների, առուվաճառքը իջնի, այսինքն տոնը մնում է, չի վաճառվում, արժեքը պետք է իջնի։ Բայց արժեքները միշտ, եթե հիշում եք S&P Case-ները մեզի թիվերը տալիս է 2 ամիս տևում ամիջով զեկույցը մեզի տալիս է օգոստոս ամսվանն է, որ նոր հոկտեմբեր 28-ին ծրան այս տեղեկությունները։ Բոլոր Միացյալ Նահանգներում միջին տան արժեքները բոլոր Միացյալ Նահանգներում միջինը average-ը 1.5% աճ ունեցել օգոստոս բախտատելով նույն ժամանակ անցյալ տարվա հետ, այսինքն 1 տարվա ընթացքին 1.5% արժեքները նորեն բարձրացել է օգոստոսին, բայց չմոռանանք օգոստոս ամենավատ ամիսներից մեկն է, մեկ լինելով, որովհետև դեռ ժողովուրդը արձակուրդների վրա են, 2 դպրոցներն է բացվում օգոստոսին
եւ երրորդը տոկոսները օգոստոսին բավականին բարձր էր, բայց ինչևից է, տան բոլորը նկատի առնելով հաշվում այս S&P Cash-ները 30 հատ metropolitan բուն խճճված քաղաքները New York, Los Angeles, Miami, Chicago եւ այլն եւ այլն։ Եվ այս մետրոպոլիտենը հաշվել են մոտարապես բոլոր այս 30 քաղաքները մեծամասնությունը բոլորը մեծամասնությունը ոչ թե ամենը արժեքները բարձրացել են։ Միակ տեղեր որ մեկ քիչ արժեքները իջան դա էլ որովհետեւ COVID-ի ժամանակ որտեղ բախտատում են COVID-ի հետ COVID-ի ընթացքին շատ ժողովուրդը Նյու Յորքից օրինակ դուրս եկան գնացին Մայամի կամ ավելի նահանգային մեջտեղներից դուրս եկան Դենվեր, Թեքսաս, Արիզոնա, Լոս Անջելես, որ դրանք որ եղանակ ավելի լավ է, որ կարող են դրսում լինել COVID-ից փախան, հիմա դրանքից հետ վերադառնում են։ So դա էլ պետք է զգուշելնենք, որ ճիշտ զեկույցը դե զեկույցի ազդեցությունը դեռ COVID-ի ազդեցությունը կա։ Նյու Յորք մետրոպոլիտենում, միայն Նյու Յորքում, ինչպես 1.5% ընդհանուր միջինն է, բայց միայն Նյու Յորքում 6.1% արժեքները բարձրացավ մեկ տարվա մեջ, that's a lot, 6%, Շիկագոյում 5.9%, Քլիվլենդում 4.7%, բայց որ դրանք իջա, ընդրանք որ COVID-ի համար մեկներին էլ չեն առնում, ծախում են դուրս են գալի, Tampa, Florida 3.3% իջավ, Phoenix, Arizona, իշքան մեր հայերից COVID-ի ժամանակ Arizona փոխադրվան, համ արժաներ, համ եղանակը լավ էր, չկարողացան Լոս Անջելեսում առնեն, ընդեղում առան, բայց հիմա ընդեղում 1.7% իջերա, Miami 1.7% իջերա, West, որ մենք ենք San Francisco-ում 1.5% իջավ, Denver, ահագին ժողովուրդ փոխադրվան Denver, Colorado 7/10 իջավ եւ San Diego-ում 7/10 իջավ, ստանք արժեքների մասին է խոսքը, ինչպես ասեմ, պատճառ COVID-ին փոխադրվերին ընդդեմ։ Բայց մեր զեկույց կա, որ Federal Housing Finance Agency FHFA անունով, այս էլ մեր թիվապահումը իրանց թվաբանությունը, որ պետական մեր հաստատությունն է, Federal Housing Finance Agency իրանց հաշվով, պետական հաշվով հաշվեր որ տան արժեքները օգոստոսին միջինը Միացյալ Նահանգներում 2.3% բարձրացել է։ Հիմա Լոս Անջելես, Գլենդել եւ Բերբենք ստան Կանադա տարբեր թիվեր են։ Պետք է զգուշ ելնեք, որտեղ ձեզի բախտատում մեկը մյուսի հետ չի նշանակում նույնն է։ Բայց եթե նույնիսկ 2.3%-ը վերցնենք, որ FHF-ն է ասում, կամ վերցնենք 1.5%-ը, որ օգտագործում է S&P Cash-ի հետ, երկու թիվերն էլ ավելի քիչ է, քան թե այսօրվա Միացյալ Նահանգների inflation-ը, սղաճը, որ 2.8% է։ Դա մենք տեսնում ենք լավ լուր։ Եթե տան արժեքը սղաճից ավելի քիչոտ է բարձրանում, that's a good news։ Եթե հիշում եք, եթե սղաճը 2-3% է, բայց տան արժեքները 5, 10, 30% էր բարձրանում մանավանդ COVID-ի օրերը, that's a problem։ Այսինքն եկամուտը չի հասնում տան արժեքի արագության բարձրանում, այսինքն սղաճից ավել բարձրանում է։ Հիմա այս թիվը, որովհետև սղաճը որ հաշվում են, inflation հաշվում են, մեջը կա housing։ Եվ այս housing-ի թիվը որ իջնի, սղաճը անգամից կիջնի։ Այսինքն inflation report-ը որ ունենք, կամ GDP-ն որ ունենք, որ մեջը կա այս housing-ը, դա ազդեցություն կունենա, որ անգամից surprise, թանկությունը ցած է եկել, տոկոսները ցած է գալի, հարցակվելու են տուների վրա այս պատճառներով։ So, հետեւանք ամփոփացնենք, որ ինչ է լինում, ամփոփեցնելով, որ եթե դուք տուն առնելու շուկայի մեջ եք, առաջնից արժեքները իջնել չենք տեսնում։ Adjustment-ներ շատ կան, բայց նորեն հիշացնենք։ Real estate is local։ Այսինքն ինչ որ Գլենդելում է պատահում կամ Բերբենքում կամ լավ։ Մենք այս վերջի
երկու շաբաթվա ընթացքին երկու հատ տունի վրա մեկը Burbank, մյուսը Sunland offer գրանք երկուսն էլ մեզի overbid էլանք եւ վաճառան երկուսից մեկը վերադարձավ ասա որ դուք ձեր offer-ը առաջինը չելա որտեղ շատերը սխալ offer-ներ են գրում են agent-ներ կան որ սխալ խոշտումներ են տալի կամ սխալ ուղղություններ են տալի բարեբախտաբար մեր հայերի մեջ չկան ամենը մաքուր լավ agent-ներ ենք օտարների մեջ էլ կան մեջն է ինչպես ասում են խնձորից արի մեջ միշտ լինում է մի հատ խնձոր որ բճացածա չի նշանակում ամենը մեծամասնությունը լավ պրոֆեսիոնալ մասնագետներ են բայց օրինակ եմ ասում եթե տունը 1.300.000 արժեքը այսօրվանը եւ շատ են սիրել եւ ասում ենք 1.310.000 կամ 20.000 գրի ու շատ է սիրել բայց մոքի գայսա 1.375.000 գրում արդեն այդ agent իրանց սխալ խորհուրդ է տալի եւ ուղղություն է տալի եւ այդ մեծամասնությունը հետ cancel այլում վերադառնում ասում չեմ մտահոգվում տանց վրա որտեղ ինչ որ ճիշտը նա պետք է ճիշտը լինի մենք նայենք մարքեթը ինչպես երկուշաբթի փակվավ շատ կարեւոր է նայենք որովհետեւ երկուշաբթի օրվա volatility-ն ուրբաթ օրվանը տոկոսները հոյակապ կարևոր է պետք է նայենք տոկոսները խնդրում եմ սո մենք նայենք մարքեթը ինչպես ուրբաթ օրը փակվավ ուրեմն Dow Jones-ը 47562 40 փոն շահ ունեցավ S&P-ն 6840 17 փոն շահ ունեցավ S&P-ն եւ Nasdaq-ը 23724 143 փոն շահ ունեցավ Nasdaq-ը հիմա այս 10-ավոր treasury-ին նայելու շուտով դա շատ կարեւոր է 10-ավոր treasury-ի համար Գերմանական DAX-ը 23958 160 փոն կորուստ ունեցավ անգլիական FTSE-ն 9717 42 point կորուստ ունեցավ անգլիական FTSE-ն Japanese Nikkei-ը 52411 1085 point շահ ունեցավ Chinese Shanghai 3954 32 point կորուստ ունեցավ Քարյուղը քարյուղը բարձրացավ $56 իջե $60.88 31 cent բարձրացավ ոսկին 3900 իջավ շատ էր բարձրացել 4013 $2.50 ուրբաթ իջավ արծաթը $48.25 36 cent իջավ եւ platinum-ը 1572 platinum-ը շատ թանկացել շատ լավ արժեք էր Եվրոպական եվրո դոլարը մեկ չնչին ուժեղացավ $1.15 cent-ը 1 եվրո անգլիական British pound-ը $1.31 cent-ը 1 pound Bitcoin-ի Coinbase-ը ուրբաթ օրվա շուկայի փակման ժամանակ 109,000 Bitcoin-ն է եւ Հայաստանի դրամը 381 դրամը $1 10-ավոր treasury-ին here it is SM նայում եթե նայեք անշուշտ շաբաթվա մեջ ավելի էր իջը 3.9 բայց ուրբաթ օրը 4.8 եթե տեսնեք մոտ ահագին բարձրացում է մոտ 1%-ի չափ 1/10-րդի տոկոս, ոչ թե 1%, 1/10, որ 1/10-ը բավականին շատ է տուների համար, որ այս կենտրոնական բանկի զեկույցից հետո բարձրացավ, բայց շաբաթվա մեջ 3.8-ի էլ իջել էր, it was a great day. So market-ը անշուշտ է, բայց տոկոսները մանավանդ refinance-ների համար իմանում եմ սպասում եք որ հասնի, բայց նորեն հիշացնեմ Եթե քո տոկոսը 7-8 բարձր տոկոսներ ես 7-ից վրև ես, անպայման սպասելը խորհուրդ չեմ տա։ Նորեն պետք է հաշվենք ամեն մարդու համար չի ծախսը, կրեդիտը, loan to value-ն եւ այլն, appraisal-ը եւ այլն։ Appraisal-ների մասին պետք է զգուշացնեմ այսօրվա շուկայում, որովհետեւ արժեքները տարբեր քաղաքներում adjustment-ները շատ են, բանկերը ավելի զգուշությամբ են մոտենում հարցին Ունեցել ենք հայրենակից, որ հեռազայները որ տուն Արեստանից 1 տարի առաջ այսօր ավելի քիչ appraisal է, քան թե ինչ-որ առեր էր, որտեղ տեղեր կա, որ ավելի արժան է վաճառվում, պետք է զգուշությամբ մոտենալ հարցին, չի նշանակում ամեն տան արժեքները բարձրացել են։ So նայեք, խնդրում եմ տոկոսները, որտեղ շատ կարևոր է տոկոսներին նայեք մանավանդ գնելու համար, buy down-ի տոկոսները եւ այլն։ Սա refinance-ի համար եմ ձեզի ցույց տալի, ես ինչ որ հիմա ստեից ցույց եմ տալու միջև վեճ,
մեծ կարող ասել բոլորը բացի մի հատ 791 credit score պետք է ունենաք եւ ավելի բարձր, այս բոլորը single family residence, այսինքն մեջը բնակում ես house տուների համար, ոչ թե investment property համար եւ ոչ թե unit-ների համար, single family համար, ոչ թե condominium-ի համար։ So եթե credit score 781-ից վրայ եւ 20% գոնե equity ունես, այսօր կարող ես refinance անես 5.75 մեկ պոինտով, ստեղ full tax return-ով են։ Նույն պայմաններով cash-ա դեպի ես գումար քաշես եւ consolidate անես եւ պարկեր այդ միացնես իրար, սա բարձր equity-ով եմ օգտագործել, այսինքն ինչ, այսինքն տան արժեքը 1 միլիոնա եւ ուզում ես 700,000 պարկ։ Եթե 1 միլիոնա 500,000 պարկ ես ուզում, ավելի տոկոսը մատչելի է, բայց եթե պարկը 800,000-ից ցած է եւ 30% equity ունես, 5.75 մեկ պոինտով։ High balance-ները 806,000-ից 1.209,000 միայն տոկոսի իջացնելու առանց cash-out-ի ելնում ես 5.875 մեկ պոինտով։ Սա առանց tax return-ի profit and loss, եթե self-employed եք, դուք ձեր գործ ունեք, միայն profit and loss ցույց տալու համար 781 credit score մինչև $2 միլիոն այս ծրագիրը ցույց եմ տալի, այս տոկոսը, որ իմաց ես ցույց եմ տալի 30% equity պայմաններով կստանաք 6.5% եւ միայն interest only եք վճարում, դա մեծ դեր է կատարում։ Եթե credit-ը վատ է եւ credit score 620-ի շուրջն է կամ 640-ի շուրջն է, այսպես գումար քաշես մինչև $800,000, բայց որովհետեւ credit-ը քիչ է, քեզի տոկոսը ամենից քիչը լավը որ տալիս են 8%-ը, մենք կարող ենք այս ձեր համար մինչև տան 80% հարաբերությամբ վերցնենք 5.5%-ով։ First time homebuyer-ի համար եւ buy down program-ն է, որ եթե ուզում եք տոկոսը իջացնեք, այսի օրինակ եմ տվել 1 միլիոն purchase price 20% կանխավճարով 2-1 buy down այսօր պայմաններով տոկոսը կլինի 5.875, որ payment-ը ելնա $4,700։ Այս ծրագիրը թույլատրում է, որ տոկոսը սկսես առաջի տարին 3.875-ով, երկրորդ տարին 4.875 եւ նոր երրորդ տարին հետեւած 5.875։ Payment-ի մեջ $1,000 տարբերություն կա առաջի տարին, $500 տարբերություն կա երկրորդ տարին եւ նոր հիմա այս 3 տարվա ընթացքին, եթե տոկոսները իջան 5-ի, կարող ենք ստեղում ֆիքսացնենք որևէ ատեն, կարող ենք ստեղում ֆիքսացնենք, պետք է չունեք սպասեք մինչև երրորդ տարին, եթե տոկոսները իջավ 5-ի, 4-ի, ինչ որ իջնի։ First time homebuyer-ի կողմից Fannie Mae ծրագիրն ասա պետական Fannie Mae 3% միան կանխավճար է թույլատրում, 20% պետք է չունեք դնեք, first time homebuyer full tax return-ով 781 credit score-ով 5.625 մեկ պոինտով, 5.372 պոինտով։ Մենք ունենք, որ հայրենակիցների համար offer են գրում եւ մենք խնդրում ենք seller-ից այս 2 պոինտը վճարի, մեծամասնությամբ ընդունում են եւ վճարում են, որ իրենց տունը կարողանան վաճառեն եւ կարող եք ստանալ 5.375 կամ 5.625-ը մեկ պոինտը ավելի հեշտությամբ են վճարում։ 20% կանխավճարով նույն պայմաններով մինչև $800,000 5.625 մեկ պոինտով 20 տարվա ֆիքս, էսի մասում եթե ուզում եք refinance անեք, չեք ուզում տարիները կորցնեք, կարող եք 20 տարվա refinance անեք, տոկոսը տեսեք բավականի քիչ է եւ consolidate անեք ձեր պարկերը 15 տարվա ֆիքսը։ High balance-ները, որ 806,000-ից 1.209,000 6% մեկ պոինտով 781 credit score-ով single family owner occupied purchase 20% կանխավճարով նույն ձևի 6% եւ 20 տարվա ֆիքսը 5.75 մինչև 1.208,000։ FHA-ները, որ շատ ավելի հեշտ է իր underwriting-ը հեշտությամբ են բռնում, եթե եկամուտի հարց ունես կամ credit-ի 5.5% մեկ պոինտով 3.5% միան կանխավճար է պետք 5.75 պոինտով։ FHA high balance-ը, որ ելնում է 806,000-ից 1.200,000 5.5% մեկ պոինտով։ Եթե FHA loan հիմա ներկայիս ունեք, արդեն FHA է եւ FHA-ից ուզում եք եթակ FHA տոկոսը միան իջացնելու համար կարող եք իջացնեք 6%-ը որևէ մեկ penny ծախս չունենաք,
որևէ ծախս չունենաք եւ կարող եք որևէ թղթաբանություն appraisal էլ պետք չի, ոչ appraisal-ը պետք, ոչ թղթաբանությունն է պետք, կարող եք իջացնեք 6%-ով առանց ծախսի։ Ջամբոները, ինչպես տեսնում եք, $3 միլիոն 6% 1 point-ով, այսի P&L program-ն առանց tax return-ի, առանց եկամուտի թուղթի self-employed tax return պետք չի profit and loss են ցույց տալի եւ interest only-ը կարող ստանաք 6.375։ Սա bank statement program-ը deposit-ներն է ցույց տալի 12 ամսվանը, bank statement-ի միջոցով average են կանում 5.99 եւ այսի bank statement program եւ interest only։ Ինչպես տեսակ, տոկոսները բավականի իջեր են, արդեն տոկոսի պատճառ չկա, որ ասենք չենք ուզում տուն առնենք կամ refinance անենք տոկոսի պատճառով, այո, բաջետի հարց է, եթե չեք կարող ամսականը վճարեք 4, 5, 3, 6, ինչ-որ է ձեր բաջետի մեջ է 8-9,000, այո, բաջետի հարց է, տան արժեքները, եթե սպասում եք իջնի, մինչև այսօր դեռ չի իջե, adjustment-ները տվեր է, ուղղությունները սարքվեր է, այսինքն սխալ արժեքները սարքվեր են, բայց իջել չի իջե, սխալ տունի արժեքը իջել է, դա չեմ ասում իջել, դա ելումը սարքել, այսինքն adjust անել, բայց եթե մինչև հիմա չի իջե, եւ հիմակվանից եթում ենք դեպի տոկոսները լավանալու, որ լավացել է ավելի լավանալու, այլևս դժվար իջնի, հիմա հակառակը կսկսի բարձրանալ։ Եվ այդ բարձրացումը ձեզի կարող է ավելի խանգարի։ Ես ընդհանրապես խորհուրդս էլ է դուք ձեր ինչ են ասում, ոտքը գելեմիցդ ավելի բարձր մի դեր, այսինքն քո գորգից ավելի հեռու մի գնա, այսինքն քո բաջետիդ մեջ մնա։ Կենտրոնացի որ ես առնում եւ ինչ ես առնում։ Փափակը անպայման ամենից փափակնա եւ կուզենք որ մեծ տուն ունենալ, լավ տեղ ունենալ, view ունենա, փուլ ունենա, 6 ննջասենյակ ունենա, բայց ամիսի 3000 ավել չվճարեմ։ Դա դժբախտաբար it's just mathematics 2 + 2։ Այն օրը ես մատ ձեռնարկել եւ վեհապար հայրը Անգլիացից դեր այցելու մա դեր ստեղա վաղը մեջին օրնա մեկնումա եւ ես ազգային վարչության անդամներից եմ եւ ծրագիր կար Alex Theatre-ում փորձում եմ իրան ծրագիրի պատասխանատուն ես եմ եւ Alex Theatre-ը ինչպես իմանում եք 1400 հոգանոց աթոռներ ունի եւ բարեբախտաբար մեր հայ ազգը շատ հոգեվորված ուզում են վեհապար հորը հանդիպելու եւ վեհապար տերը հանդիպելու համար, ինչպես ասեմ, Alex Theatre-ի ձեռնարկի համար 1400 հոգի ավել աթոռ չունեմ։ Եվ եթե 3000 հոգի կամ 4000 հոգի ուզում են մասնակցեն, it's physics, չեմ կարող 4000 հոգի 1400 հոգանոց աթոռի վրա նստացնել։ Նույնը ստեղում է։ Փափակ, եթե payment-ը մի հատ բաջետ ունես, եթե 3000, 4000, 5000 քո բաջետ դա, դու պետք է այդ բաջետիդ մեջ տեղավորվես, ոչ թե ինչ տեսակ տուն ես ուզում հիմա, այսպես չէ, եթե այնպես չի, ես էլ չեմ ուզում, ուրեմն պետք է եկամուտի առավելությունները եկամուտը շատացնես։ Մենք նայենք տուները ժամանակս կարճ է, բավականին լավ լիստինգներ կան լավ տուներով, այս բոլորը ցույց չեմ տալի ձեզի մեկից մաքրել եմ, փորձել եմ տարբեր տեղերում ցույց տամ ամեն լիստինգները չեմ կարող ցույց տամ շատ են, բայց փորձում եմ տարբեր տեղերից այնանք որ իմ կարծիքով կամ potential ունի, այսինքն հնարավորությունները շատ է, կամ լավ արժեք է, կամ լավ թաղամաս է, մի բան լավ ունի, որ կարող ենք ստա վրա capitalize անենք, եթե ձեր բաջետի մեջ է։ Խնդրում եմ նայենք լիստինգը։ Սկսենք առաջ condominium townhouse-ներով, սկսենք առաջինը Van-Nuys-ում one bedroom, one bath, առաջին անգամ ուզում ես տուն առնես, ուզում ես invest անես, չես ուզում մեջ ապրես, բայց մի բան ուզում ես առած ելնես, բայց affordability հարցը, fully remodeled պատրաստ վիճակի մեջ է, 687 square feet, asking price $338,000, որպես first time կարող եք օգտագործել։ Simi Valley-ում 2 ննջասենյակ 2 լվացարան 1074 square feet դուրը դուսից է, այսպես տեսնում եք, $447,000 նորեն ծախս չունի, moving condition, սկիզբնական շրջանը կարող եք ստանով օգտագործել, մինչև հետո մեծացնեք, բարելավացնեք, երբ որ equity կստանաս։
Վաննայից նորեն 2.2 լվացարան 1034 square feet, որ դուրը դուսից է հոթելի նման չի, townhouse-ը ինչպես տեսնում եք, քանի հարկանոց, $450 Homeowners Association-ը fully remodeled մաքուր սիրուն ճաշակով աշխատանք են տարել, եւ էսի asking price-ը $549,000 washer dryer hookup-ն են ներսունի, լավ վիճակի մեջ է, պատրաստ moving condition նորեն սկիզբնական, մեր հոգու համար որ առաջի անգամն են զոն տուն արեն, մեծ patio էլ ունես որպես բակի համար օգտագործես։ Resida 3.2 լվացարան նորեն դուրը ինչպես տեսնում եք դուսից է չի խանգարում, չեք զգում կոնդոմինիումը կամ townhouse-ը ավելի շուտ 1211 square feet ունի մեծությունն է, asking price $568,000 նորեն գետինի մանրատախտակները, բացումները, քիչենը, ամեն նույնիսկ պատուհաններն էլ փոխված է, սկիզբնական շրջանը մոկու համար first time home buyer եւ private garage-ն էլ ունի եւ մեծ patio էլ ունի։ This is a great property, այսինքն մոկու համար առաջի անգամ առնի ամեն առավելություններ ունես։ Նորեն Resida 2.2 լվացարան 1319 square feet ունի մեծությունն է, այս մուկ գույները դեղին կարմիր վարդագույները մեկ տունը փոքրացնում այդ կարմիրները, բայց ընդհանրապես լավ տուն է, պատրաստ վիճակի մեջ է նորեն $569,000 asking price եւ իր patio-ն էլ ունի նստելու, գինի խմես կամ խմիչք խմես եւ փուլն էլ ունի օգտագործելու համար։ Silmar 3.3 լվացարան 1589 square feet ունի մեծությունն է, townhouse-ներ են մեկ պատով միայն հարևանություն ունես $370 Homeowners Association բավականին քիչ է, $599,000 asking price նայեք մաքուր, սիրուն, շնորհքին perfect տուն to a start, այսինքն սկսելու բան է, եթե $600,000 բյուջետ ունես, why not, այս արժեքներով սկսես, ոտքդ ներս տնես, հետո կարող ես աստված առաջ թանկանա, ուրիշ կառնես գործի լավություն։ Toluca Lake 2.3 լվացարան 1108 square feet, Toluca Lake-ի մոտ թանկանոց թաղամասը $555 Homeowners Association-ը, asking price $639,000 Toluca Lake-ում, այս էլ պատրաստ վիճակի մեջ է, շատ upgrade ելած չի, բայց ձեռել չունես, հատուկ ծախսել չունես անելու համար։ North Hollywood 2.3 լվացարան 1109 square feet ունի մեծությունն է, $515 Homeowners Association-ը, այդ brand new նման մաքուր պատրաստ, ամեն appliance-ներն էլ նոր է, ոչ մեծ ծախս չունեք ստա մեջ մտնելու, բացի այդ ամեն ինչ նոր է, բացի որ այսօր ծախս չեք ունենա, տարիներ ծախս չեք ունենա, $659,000 asking price եւ rooftop էլ նստելու տեղ ունի, որ կարող եք որևէ նստեք։ Sherman Oaks 2.3 լվացարան 1739 square feet ունի մեծությունն է, Homeowners Association-ը մեկ ինչ թանկ է $947, բայց asking price $699,000, բայց 1700 square feet տուն է, it's a բավականին մեծ տուն է, համեմատ two bedroom-ի համար, այսինքն սենյակները, ամեն ինչը մեծ է, washer dryer hookup-ն ներսում ես։ Glendale 2.2 լվացարան 1235 square feet ունի մեծությունն է, $470 միայն Homeowners Association-ը, asking price $699,000, նորեն գետինի մանրատախտակները կա, բացումը նայեք փոխված է, լավ վիճակի մեջ է, սրտաբաց է, լույսավոր է, 690 եւ washer dryer hookup-ն են ներսնա, արժեքն են լավ է եւ դուրս են նստելու տեղ ունի։ Pasadena 2.3 լվացարան 1366 square feet նայեք, Pasadena-ին լավ թանկանոց տուներից է, բայց դուրը ինչպես տեսակ նորեն դուրսից է, townhouse-ը, $545 Homeowners Association եւ asking price $748,000, բայց այս asking price-ը չեմ կենտրոնանում, Pasadena-ում $548 price per square feet, լավ արժեք է Pasadena-ում, դինա մեծ patio ունի դուրս նստելու համար։ Montrose 2.3 լվացարան 1450 square feet ունի մեծությունն է, $480 Homeowners Association-ը, $815,000 asking price, բայց նորեն Montrose-ում $562 price per square feet, is not a bad price, մանավանդ $480 Homeowners Association-ը, եւ պատրաստ վիճակի մեջ էլա, ծախս չունես, մեծամասնությունն էլ էլա, TLC մեկ ինչ պետք է ձեռ քաշել է ոսում, that's all։
Մանչոժնորեն 3-ննջասենյակ 3 լվացարան 1435 square feet ունի մեծությունն է, 3 հարկի վրա townhouse-ը, $475 Homeowners Association-ն է, մեծամասնությունը լավ վիճակի մեջ է, պարզապես նորեն ներկերի հարցն է, $875,000 asking price վրա $610 price per square feet, Մանչոժը մի քիչ բարձր է, I would say, a little high, so տեղ ունի։ Նայենք տուները հողով, townhouse condominium-ներին, Pasadena-ով սկսենք 2-ննջասենյակ 1 լվացարան 800 square feet-ը տունը միայն, 3500 square feet հողը, փոքր է հողը, բայց մարդը երեխա չունի, զույգեր եք, երեխաներ ամուսնացել են կամ single ես, տարբերություն չի անում, մեծ բակի պետքություն չունես, ուզում ես start-up և լավ թաղամասում ես ուզում, $920,000 Pasadena-ում։ Նորեն Pasadena 2-ննջասենյակ 2 լվացարան 1198 square feet մեծությունն է, 5500 square feet հողամասի մեծություն, դրիվորեն ռիմալդելած է, փուլով տունը, ամեն ինչը փոխված է, brand new և լավ ճաշակով, $1,150,000 asking price, բայց շատ ճաշակով գեղեցիկ գործ են արել, բրավո դիզայներին և արխիտեկտին և շինարարներին, փուլով տունը Pasadena-ում։ Glendale 3-ննջասենյակ 2 լվացարան 1590 square feet ունի մեծությունն է, 6200 square feet հողամասի մեծությունն է, մեկ քիչ հին է, մեկ քիչ outdated է, բայց կելնի սենցի ապրել, like there's nothing wrong kitchen-ի հետ, $1,195,000 asking price վրա $752 price per square feet Glendale-ում, որ համեմատաբար չեմ ասում թանկա, չեմ ասում արժանա, for what it's offered is not bad, որ ինչ է իր արժեքի համար, բակն էլ ունի անշուշտ։ Burbank 3-ննջասենյակ 2 լվացարան 1345 square feet ունի մեծությունն է, 6000 square feet հողամասի մեծությունն է, ստա արժեքը համեմատ չափսին թանկ է, $1,250,000, չի հարցը $929-ն է հարցը, որ ստեղում մեկ քիչ բարձր է, բայց ինչպես տեսնում եք ռիմալդելած է լրիվորեն լավ վիճակի մեջ է, բայց ես I think is a little bit too high, բայց ոնք որ բաջետի հարց ունի, ստայնց ավել չի կարող առնի և 3 bedroom պետք ունի, the starting point կարող ես տենց սկսես, բայց սիրուն ճաշակով գոնե ծախ չունես և այդ AD-ուն էլ ունի, փոքր AD-ուն, դա էլ կա և բակն գեղեցիկ։ Grande Hills 4-ննջասենյակ 3 լվացարան Grande Hills-ի լավ թաղամասում է 2700 square feet տունի մեծությունն է, 11000 square feet հողամասի մեծությունն է, asking price $1,350,000 fully remodeled, բայց նորեն $488-ն է ինձ կարևոր price per square feet, բայց նրանք ինչ լավ ճաշակով գործ են արել, տունը մեծ է, չափսը բավականի, որ մեծ սենյակներ ունես և 10000 square feet էլ հողն է, որ բավականի flat հող կա, դա էլ օգնում է, բավականի մեծ է հողը։ Կարծեմ ժամանակ սպեշալ Glendale 4-ննջասենյակ 3 լվացարան 2816 square feet հողը փոքր է, բակ չունես, location-ը շատ լավ է, բայց արժեքն էլ համապատասխան է դրել, այսինքն $522 հասկանալով, որ նայ բակ չունեմ, ես adjust եմ անում, so bravo այս agent-ին, որ կարողացել է ճիշտ ձևի արժեքը դնի, որ մոքի բակ չի ուզում, բայց լավ թաղամասում է ուզում, մեծ է ուզում, 2400 square feet է ուզում, $1,470,000 և վիճակն է տեսանք վատ վիճակի մեջ չի տունը ընդհանրապես։ Բակի փոքրությունը կա։ Մի հատ էլ ցույց տամ, կարծեմ էլ չեմ հասնի։ Pasadena 3-ննջասենյակ 2 լվացարան 1870 square feet ունի մեծությունն է, 8200 square feet հողամասի մեծությունն է, $826 price per square feet, $1,545,000 Pasadena-ում։ Այս էլ բակն է, բավականից է, AD-ել կարող եք սարքեք իր գրաժը։ Burbank 3-ննջասենյակ 2 լվացարան 1500 square feet ունի մեծությունն է, 6000 հողամասը, մեկ ինչ թանկ է դրել $1000, բայց location-ը շատ լավ է, ես location-ի պատճառով է դրել, բայց տունն էլ պատրաստ է, որևէ ձևի ծախս չունեք, $1,650,000, I think is too high, ես երևի ամենից քիչը պետք է $1,350,000-ի շուրջ մեծ տուն է, չեմ կարծում $1,650,000 կեթա, 200,000-300,000 թանկոտ է։ Glendale 3-ննջասենյակ 2 լվացարան 2200 square feet տունի մեծությունն է, 20,000 square feet հողամասի մեծությունն է,
Չեմ ասում նորա, չեմ ասում հինա, մեկ քիչ կարող է նույն ձևի պահպանվի, մեկ քիչ գետիները պետք է փոխվի, մեկ քիչ, այսինքն touch-up, քիչինը փոխել են մնացածը չէ։ $1,900,000 asking price, $839 price per square feet։ Այս վիճակի տունը կարծեմ մեկ քիչ թանկ է $1,900,000, որտեղ ահագին գործ ունի վրան, բակը այդքան flat չի բոլորը, բայց բավականին մեծ տեղ է ունես նստելու։ Շատ շնորհակալ եմ, նայում եք եւ հանդիպում ենք մեր ծրագիրները նոյեմբեր ամիս ենք, արդեն Thanksgiving-ը մեր 2 շաբաթ, 3 շաբաթ հետո է, եթե հարցում ունեք նմանվան refinance-ների համար անպայման հեռացանեք, մենք փորձենք ձեզ օգտակար լինենք։ Հաջողություն, մինչև մյուս շաբաթ, տեսություն։